Սիրելի հետևորդներ ջան, բարի երեկո, ես կասեի երևի թե բարի ուշ երեկո, որովհետև այս պահին մեր մոտ 10:23 րոպե է, չգիտեմ հեռախոսը ոնց ֆիքսեց, ինչ արավ, մի կողմում Պսկովի ժամն է, մի կողմում մեր Հայաստանի ժամը, գիտեք ես հեռախոսն ինչա աթոք է հարազատ է, որովհետև 23 թվին սրանով եմ իմ ու ձեր համար հավեսով նկարահանումներ արել Պսկովից։ Այդ տարիներին, երբ որ ես գնացի մերոնց մոտ, շատ ուրախացա, շատ անկեղծ, շատ լավ, շատ հավեսով վլոգներ արեցի, բարձր դիտումներ ունեցա, լավ պահեր ունեցա ու այդ ժամանակ ոնց ասեմ, կյանքը լրիվ ուրիշ էր, հիմա մի քիչ այլ ընթացք ունի, այլ ձև ունի, ժամանակներ են անցել, ամեն դեպքում տարիներ են անցել, Աստված տա տարիները մարդկանց կյանքում միմիայն լավ փոփոխությունների բերի։ Երբ որ մենք գնացինք Պսկով, ինչի եմ սենց մանրամասնում, սիրելի հետևորդներ, որովհետև նոր 2 տարի հետո ինչքան հետևորդ չէ, ինձ ավելացած կլինի ու միգուցե շատերի մոտ մութ մնա։ Երբ որ մենք գնացինք Պսկով, գիտեք, որ Նիկան մեզ տարավ, մի քանի օր էլ մեր մոտ մնաց ու ինքը գնաց իր գործին, մենք էլ մնացինք մեր գործերին։ Ու դե սովորական օրեր չանցկացրինք, մի քիչ տարբերվող անցկացրինք, կարելի ասել լավ հավեսով ման եկանք, թե իրիկունը, թե ցերեկները ու գնացինք Պսկովի տեսար ժամվայրերից մեկը, եթե կարելի ասել, որը կոչվում է որ Նաբերեժնի։ Ես գիտեմ, որ Պսկովից ինձ լավ ու հարազատ հետևորդներ ունեմ, չգիտեմ անունները տամ թե չէ, մի խոսքով գիտեմ, որ ինձ հետևող մարդիկ ունեմ ու իրանք էլ կփաստեն, որ ես դա ճիշտ եմ ասում։ Գնացինք Նաբերեժնի, շատ լավ էր, շատ հիասքանչեր, ես կողմ ու միշտ ախպերս մամայս համոզում էր էլի, որ ամառն արի, ամառը հետաքրքիր է, քեզ տեղ կտանեմ, քեզ ընդեղ կտանեմ, սենց կլինի, նենց կլինի, նենց կլինի։ Մաման էլ ասում է, ես նախընտրում եմ ձմռանը գնամ ու ոնց էլ հիմա էլի վեր կացավ այս ձմռան եղանակով գնաց, լավ արավ, իմ հետ հավասար դուք էլ անհանգստացաք, ապրեք, ինչի համար շատ գոհ եմ ու գնալուց մամային կես կատակով, կես լրջով ասի մեկ որ տրամադրությունը տեղը կլինի, մի կես րոպեանոց, 2 րոպեանոց, տենց կնկարես, կուղարկես, հավես կլինի համ իմ համար, համ ձեր համար, համ էլ գիտես, որ իմ հետևորդները քեզ շատ սիրում են, Նարեկիս մերոնց առավել ևս, ասեմ, որ մերոնց կյանքում շատ բան ա փոխվել, փառք Աստծու, Աստծուն փառք, չեմ ուզում շատ մանրամասնեմ, պահը կգա հետաքրքիր ձևով կասեմ ու անցնենք առաջ, մի այսօր տատու թոռ գնացել են զբոսանքի, ունեն այս կադրերը, եկեք նայենք։ Այն վերևից նկարի։ Հոպ։ Նարեկ, սավտանեմ։ Նարեկ, ջանիտ մերնեմ։ Ջան, զիմա։ Ոյ, սավտանեմ։ Ջան։ Ջանիտ մերնեմ։ Իմ Վալեն։ Всем привет. Ջանին մերնեն։ Այնա անդե ֆրֆրում են սառույցի վրա։ Չէ ասիս։ Նայելուց հետո, սիրելի հետևորդներ ջան, ինձ թվում է կհասկանայիք, որ այն գետներ, անունը
Վիլիկայարի կա, եթե ճիշտ եմ հիշում, եթե չէ խնդրում եմ ինձ հուշեք, միգուցե սխալվել եմ։ Այդ գետն է լավ սառած, մարդիկ վրով գնում գալիս են։ Ու ինչ եղավ, մաման ինձ ասում է, հավեսս տվեց, էլի, ասում է, ասին Արեգ ջան, արի տատու թող մենք մեր համար ֆրֆրանք, մի կողմից մյուսը անցնենք, մեկը սառույցի շերտը հաստա եւ այլն, ու Նարեկս ինչ կպատասխանի, որ լավ լինի, այն որ տեսակ կադրում, որ մարդիկ գնում գալիս են, դա հենց այդ գետն է, տենց սարսակալած։ Նարեկս ասում է, չէ տատի ջան, ես քու նման տատին բա ոնց գետի վրով կտանեմ, բերեմ սառույցա ու ջաքի, էտա մաման համ պատմում էր, համ ծիծաղեցինք ահագին, հուսամ տեսանյութը դուր եկավ, գիտեմ, որ շատ եք սիրում մերոնց, շատ դրական էմոցիաներով ոգևորվում եք, երբ որ ես մերոնց մոտից տեսանյութեր եմ անում, դրա համար Նարեկս իր սիրուն ձեռներով վերցրել է նկարահանել, ուղարկել մեզ, իսկ թե ինչ օր ենք ունեցել մենք այսօր, կտեսնենք վաղն առավոտից, բավականին հետաքրքիր օր եմ ունեցել, մինչ վաղ առավոտ, ոնց սիրում եմ ասեմ, բարի խաղաղ գիշեր բոլորիս, լավ եղեք, առողջ ու երջանիկ, կհանդիպենք օրվա վլոգում, պակա-պակա։